Ինչի որ ուտելիքի ձուկն է ողջ։ Չես կարող ասել։ Նայ, բադերը կարան Անդրև սիրեն։ Սենց ջրի վրա ռոմանտիկ կգնան, Անդրևը կգա։ Չեք մտածում, մի անգամ։ անգամից։ Մի նայ ինձ օպսիկ։ Ինչի՞ չնայ։ Իրանք ռոքֆոր պանիրն էին այդքան տարի կտրտում։ Չինգաչուկ։ Կրեց սուշի։ Մենք ընտրում ենք Էլֆերյան աշտարակ։ Էյֆելյան աշտարակը Բայց ո՞ր չես կարող ստել։ Արի գցենք բախտին։ Բախտով առաջնորդվենք։ Forbes-ի վերջին տվյալով աշխարհում 2781 միլիարդատեր կա։ Ողջույն, այսօր կրկին ես այստեղ եմ, իսկ դա նշանակում է, որ մենք խաղում ենք խելքից դուրս։ Այսօր դուք եւ մեր մասնակիցները կանցնեք ինտելեկտուալ այնպիսի փուլերով, որտեղ եւ խելքը, եւ տրամաբանությունը, եւ թիմային աշխատանքը գլխավոր զենքերն են։ Իսկ այսօրվա մեր մասնակիցներն են Արաքսը, Գևը, Օպսիկը եւ Անդրանիկը։ Ես շատ ուրախ եմ, որ դուք այստեղ եք, ու ես ուզում եմ մի անգամից շատ արագ ձեզ ասել, որ թիմի անուններ որոշեք։ Քանի որ մենք երկուսս էլ եկել ենք Գյումրիից ու Գյումրեցի ենք, մեր թիմի անունը կլինի Գյումրիկ։ Մենք կանենք դեն green flag, որտեվ երեք տեսան ու թեինք դեղադրել ու բոլորը այտենց green flag էին ինչ-որ ասում։ Green flag։ Շատ լավ։ Իսկ մենք հիմա կծանոթանանք խաղի կանոններին։ Առաջին փուլում մասնակիցները պետք է գուշակեն բրիտանացի գիտնականների տարօրինակ հայտնագործությունները։ Յուրաքանչյուր հարցի համար տրվելու է 4 տարբերակ։ Եթե թիմը միանգամից է գուշակում պատասխանը, ստանում է 3 միավոր։ Եթե սխալ, մյուս թիմն է հնարավորություն ստանում պատասխանել նույն հարցին, եւ ճիշտ պատասխանի դեպքում ստանում է 2 միավոր։ Եթե նրանք էլ են սխալվում, կրկին հակառակորդ թիմն է պատասխանում եւ գուշակելու դեպքում ստանում է 1 միավոր։ Պատասխանելու համար թիմերը կունենան 30 վայրկյան։ Իսկ հիմա ես մեր մասնակիցներին առաջարկում եմ, որ չինգաչունգի միջոցով որոշեն, թե ով է առաջինը սկսելու խաղը։ Գնացինք։ Կլինի թե կրեմ։ Բայց բարձր կասես ինչ ես արել եւ Սկսեն իրանք հերվից են եկել։ բարձր կասես ինչ ես արել։ Գնացինք։ Չինգաչուկ։ Դուք կրեցիք։ Առաջին հարց։ Երեք խոզուկները հեքիաթում ինչ են պարզել Լեսթերի համալսարանի բրիտանացի գիտնականները։ Առաջին տարբերակ՝ Նիֆ-Նիֆի մսի շուկայական գինը, երկրորդ տարբերակ՝ Նաֆ-Նաֆի ապօրինի զավակների անունները, երրորդ տարբերակ՝ Նուֆ-Նուֆի մսի յուղայնության աստիճանը եւ չորրորդ տարբերակ, թե ինչ ուժգնությամբ է փչել գայլը խոզուկների տները վերացնելու ժամանակ։ Ունեք 30 վայրկյան մտածելու համար։ Իսկ հիմա վերջ տարբերակն է, չէ՞։ Բայց առաջին երեք տրամաբանությամբ են։ Ինձ հետո կքիա թե ինչպես են պարզել։ Դու կամած ասա, որտեվ կլսեն։ Չէ, մեր հարց ուրիշ է։ Բայց չէ, դուք եք ունեք հնարավորություն, եթե իրենք սխալ պատասխանեն, դուք եք պատասխանելու։ Այո։ Այո, մենք ենք պատասխանում, իսկ վերջ տարբերական։ Եվ եթե իրանք հիմա ճիշտ պատասխանեն, կստանան 3 միավոր, եթե չպատասխանեն, դուք պատասխանեք, կստանան 2 միավոր։ Ժամանակը սպառված է իհարկե։ Այդտենց է ձեր մոտ կանոնները, մենք հաղթում ենք, մենք ենք պատասխան։ Այո։ Այդ դեպքում վերջ տարբերակը։ Թե ինչ ուժգնությամբ է փչել գայլը խոզուկների տները վերացնելու ժամանակ։ Սա ճիշտ պատասխաններ, դուք ունեք 3։ Շարժվել գիտնականները։ Քանի որ Green Flag թիմը ճիշտ պատասխանեց առաջին հարցին, ես ձեզ նվեր ունեմ։ Սա ձեր տանը, վստահ եմ, իր ուրույն տեղը կգտնի։ Ձեր ընտանեկան խնայողությունների համար։ Բաց է լինում, հա։ Գիտնականները հաշվարկել են, որ խոզուկների տները քանդելու համար գայլը պետք է փչեր 4.8 կիլոմետր վայրկյանում քամու արագությամբ, ինչը տորնադոների ուժգնությունը գերազանցում է մի քանի տասնյակ անգամ։ Հարց երկրորդ։ Կենտրոնացեք։ Օքսֆորդի համալսարանի բրիտանացի գիտնականները բացահայտել են, որ եթե մարդիկ վերանան, նրանց գերիշխող տեղը երկիր մոլորակում կարող են զբաղեցնել այդ կենդանիները։ Իսկ որ կենդանիները։ Կոկորդիլոսները, ճանճերը, ու թոտնուկները, թե շները։ Ունեք 30 վայրկյան մտածելու համար։ Իրար փոխան որոնք եղնի։ Դուք եք մտածեք։ Մենք մտածում։ Այ կոկորդիլոսները հաստատ չէ։ Մորկրենքսն է։ Շատ չեմ։ Ու տոտնուկները ու թոտնուկները քերանտս կողմն են։ Շատ դա։ Իվարկան։ Կոկորդիլոսները չեն բնականաբար։ Շներն ինչ շրջապատել։ Ստերջացնում են, բանջում են, Շրջապատել։ Ժամանակը սպառված է, պատասխան։ Ճանճեր։ Այո։
ուզում եմ մեկնաբանես, ընդունել եմ պատասխանը, բայց մեկնաբանի ինչու Կոկորտիլոսները հաստատ չէ, թե որովհետև դժվար է, դի շտիմի պիտի զարգանան, Մեծ են, շատ չեն, էլի դեռ չեն։ ու տոտնուկները դաժե մի չկան իրանք, վերացնային են, շեները դժվար, Շներից տերճացնում է։ ճանճերին բռները դժվար Անջանյա սպանում են, տենց։ Ցավում եմ, բայց պատասխանը սխալ էր։ Մենք հիմա Այո, ունենք 30 վայրկյան մտածելու։ քննարկել ենք։ ճանճերը Ու թոփիկները Այո։ խնդրում եմ դու էլ բարձաբանես։ Կարծում եմ բավականին շատ է իրենց քանակը, երևի ծովերում օվկիանոսներում։ Չեմ ասում։ Ես այն օրը ուսումնասիրել եմ։ Չէ, դեշների դեպքում բնականաբար այդ խնդիրը կարա լինի, կոկորտիլոսները չեմ կարծում։ Իսկ ես կարծում եմ կոկորտիլոսներն Դա բարսելը ուղղակի շներն էին, որովհետև բացվելա բարեկամ։ Ես այդպես կպատասխանեմ, ժամանակը սպառված է ընդունեմ։ Հա, ընդունի։ Պատասխանը ճիշտ էր։ Հաշիվը 5-0։ Եկեք կարդամ մեկնաբանությունը։ Մասնավորապես Օքսֆորդի բրիտանացի գիտնականները պարզել են, որ այս անողնաշարները ունեն անհրաժեշտ բոլոր ֆիզիկական եւ մտավոր կարողությունները մոլորակը նվաճելու համար։ Անցնում ենք գիտնականները էլի անոնաշար են։ երրորդ հարցին։ Ուշադիր։ Բրիտանացի գիտնականները պարզել են, որ միջին վիճակագրական բնակարանի հոտի հիմնական բաղադրիչներն են հացի բույրը, օծանելիքի բույրը եւ դրա հոտը։ Որն էր երրորդ բաղադրիչը։ Լվացքի փոշու հոտը, տակդիրի հոտը, ծաղիկների հոտը, ընտանի կենդանիների հոտը։ Ունեք 30 վայրկյան մտածելու համար։ Իսկ մինչ մեր մասնակիցները կմտածեն, կտանջվեն, դուք բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, որ բաց չթողնեք մեր հավաքաշարերը։ Լվացքի փոշու ամենաշատը ծաղիկները թող լվացքի խապաճ բոլորն իսկ լվանում է շորերը բոլորը։ Այդ դեպքում մեր պատասխանը լվացքի։ Բայց հիշենք, որ տրամաբանություն Այմարդ մի օգնե։ Մի օգնե։ Ժամանակը սպառված է, պատասխան Լվացքի փոշու հոտը։ լվացքի փոշու հոտը։ Ասեմ ոնց ենք Դե դու տրամաբանել։ արդեն ոնց որ լավ կիմանաս էլի։ Ասա ինչու որոշեցի։ Քանի որ ծաղիկներ ոչ բոլորի տանը կան, ընտանի կենդանիներ ոչ բոլորի տանը կան, երեխաներ ոչ բոլորի տանը կան, իսկ լվանում ենք հագուստը բոլորս։ Դրա համար երևի թե Ձեր լվացքի տրամաբանությունը շատ ճիշտ է աշխատում, պատասխանը ճիշտ է։ Հաշիվը 8 Մեր հարցերը դժվար են։ Հարցերը Շատ դժվար են, այո։ Կարդում եմ 4-րդ հարցը։ Բրիտանացի գիտնականներ ուսումնասիրության վրա ծախսելով 300,000 ֆունտ ստերլինգ պարզել են, թե ինչ են հատկապես սիրում բադերը։ Ինչ հարցա։ Առաջին տարբերակ՝ սագեր, երկրորդ տարբերակ՝ անձրև, երրորդ տարբերակ՝ եգիպտացորեն եւ չորրորդ տարբերակ՝ Beatles-ի երգերը։ 30 վայրկյան։ Beatles-ի երգերը։ Beatles-ի երգերն են։ Հավերան բանում Դուք եք մտածում։ Իհարկե։ Դակատներ ուսանցան վրա ծախսել են 300։ Նայ, բադերը կարան անձրև սիրեն։ Լսի։ Սենց ջրի վրա ռոմանտիկ կգնան, անձրևը Եգիպտացորեն։ Եգիպտացորեն։ Կարդա։ 5 վայրկյանում Կարծում եմ կհասցնեմ։ անձրև։ Սագեր, անձրև, եգիպտացորեն Beatles-ի երգերը։ Այն անգամ եք էսի վստահեցի։ Դե ուրեմն դու Չէ, պատասխան։ լավ, այդ պատասխան։ Ժամանակը սպառված է պատասխան։ Ինչ։ Անձրև։ Չէ, դες խալի։ Ինչ գիտես։ Ինչ գիտես։ Պատասխանը ճիշտ է։ Օքսեի անձրևն է չէ լավ։ Իդեպ, այս ուսումնասիրության վրա գիտնականները մոտ 3 տարի ժամանակ էին ծախսել, իսկ մենք անցնում ենք երկրորդ փուլին։ Երկրորդ փուլում մասնակիցները պետք է գուշակեն տարօրինակ հայտնագործությունները, որոնց համար տարբեր երկրների գիտնականներ, գրողներ, քաղաքական գործիչներ Շնոբելյան մրցանակի են արժանացել։ Խաղը սկսելու է հաշվի մեջ պարտվող թիմը, հավասար արդյունքի դեպքում այն թիմը, որը առաջին փուլում երկրորդն էր պատասխանել հարցին։ Արդեն 30 տարուց ավելի Նոբելյան մրցանակին զուգահեռ շնորհվում է դրա հակամրցանակը։ Շնոբելյան մրցանակը, որը շնորհվում է հիմնականում տարբեր բնագավառներում տարօրինակ ինչ-որ հայտնագործությունների համար, եւ քանի որ այս պահին հաշվով դուք եք զիջում, խաղը սկսում ենք ձեզ հետ։ Ուրա։ Ուշադիր առաջին հարցը։ Իսպանացի գիտնականների խումբը քիմիայի բնագավառում Շնոբելյան մրցանակի է արժանացել, քանի որ նրանց հաջողվել է սահմանել, որ դրանում ձայնի տարածման արագությունը կախված է ջերմաստիճանից։ Իսկ ինչու՞։
Առաջին տարբերակ Մարգարիտա պիցայում, երկրորդ տարբերակ չեդեր պանրում, երրորդ տարբերակ ցեզար աղցանում եւ չորրորդ տարբերակ սուշիում 30 վայրկյան։ Okay, Իսկ ձայնի այս 4 տարբերակներից դուք ո՞րն եք շատ սիրում։ Ձայն պետք է Սուշին։ Սուշին։ Ինչի՞ ես բոլոր մասնակիցների մասին ինֆո ունեմ։ Ուտելիք ինչ-որ ձայն հանի, որ ինքը խղարը խղրտոց ունեն։ Հա, Կամ զիգվա բանում ցեզրում։ Այնա բանում ցեզրի մեջ բան կա, չէ՞։ Քացի կամ։ Իսկ մարգարիտա պիցան Երեք սովածացա։ սուշին է ցենչումի։ Պանիրը հազում է, թե ինչի ունեմ։ Ժամանակը սպառված է Սուշի պատասխան։ ձուկը ողջ չի, էլի ձայն։ Ինչի բան ուտելիքի ձուկն է ողջ։ Չես կարող ասես։ Մենք ընտրում ենք։ Ցեզր աղցան։ Այ, Ես կցանկանայի, որ այս պատասխանը ճիշտ լիներ, որովհետև ես էլ ինքս ցեզար աղցանը շատ եմ սիրում, բայց ոչ։ Դուք ունեք հնարավորություն պատասխանելու։ Ես չգիտեմ ինչքան։ Չէ։ Ինձ թվում է տաք ուտեստների դեպքում պետքա լինի։ Չեմ ինչ լոգիկա, չէ, դեռ ոչ բոլորը։ Կարծում եմ ես մարգարիտա պիցայում կամ չեդեր բանրում։ Իսկ դուք այս 4 Հա, քանի որ տարբերակներն եք շատ սիրում։ Ես շատ եմ սիրում սուշի։ Ձայնի հետ կապ չունի։ Մարգարիտա պիցա вообще չեմ սիրում։ Ձայնի տարածման հարագությունը կարող։ Կներես, մի եթե իրանք Ջերմաստիճանից ու քանի որ մարգարիտա պիցան տաք վիճակում են սարքում, կարծում եմ չգիտեմ ինչի Ժամանակը որ սպառված է Անդրանիկ մարգարիտա պիցայում։ Պատասխանը սխալ է։ Դուք ունեք եւս 30 վայրկյան մտածելու համար։ Չէ։ Այսինքն Նոբելյանը երբ որ շատ լավ դրա։ Երեխեք 30 վայրկյան էլի ունեք սխալ պատասխանեցի։ Չկա, դիտավորեցի չլինի այս։ այնքան ենք ասում ես, իրենք մի հատ սխալ Չէ։ են, բարձ կլինի։ Չէ, այստեղ եթե իրենք ճիշտ պատասխանեն, կստանան 1 միավոր եւ արդեն ոնց որ եթե սխալ են պատասխանեն, էլ ոչ մեկի չեմ հարցնի։ Մեկը Ում եք խաղում դուք։ Իրար պատասխանը ասի։ Ես սուշի չկա։ Չինգա ճուկ։ Կարեց սուշի։ Ընտրում ենք 4 տարբերակ սուշի։ Ինչ եղավ։ Ինչ եղավ։ Այս սխալ եղավ, սխալ էր պատասխանը։ Ճիշտ պատասխանն էր չեդեր պանրում։ Իսկ հաշիվ այս պահին մնում է նույնը։ 8-3։ Անցնում ենք երկրորդ հարցին։ Green Flag Team ուշադիր։ Ֆրանսիացի գիտնականներ Բազիլ Օդոլին եւ Սեբաստիան Նոյկիրշը ֆիզիկայի բնագավառում Շտոբելյան մրցանակի են արժանացել, քանի որ ուսումնասիրել են, թե ինչու է դա անհնար բաժանել երկու մասի։ Ինչը։ Առաջին տարբերակ ջրի կաթիլը, երկրորդ տարբերակ սպագետին, երրորդ տարբերակ ռոկֆոր պանիրը եւ չորրորդ տարբերակ Էյֆելյան աշտարակը ունեք 30 վայրկյան մտածելու համար։ Էֆելյան աշտարակ երեխեք։ Աթիլ է կարծում։ Իսկ դուք անպայման չմոռանաք մեկնաբանության դաշտում գրել ձեր պատասխանը։ Հա, ճուկի։ Вообще լոգիկա չկա, երևի։ Էֆելյան աշտարակը։ Սիրում եմ այս պահը, որ ժամանակը վերջանում է պատասխան։ Ջրի կաթիլը։ Ջրի կաթիլը։ Երևի շատ բարձ պատասխանել է, չի։ Իրանք ռոկֆոր պանիրն էին այդքան տարի կտրտում։ Պատասխանը սխալ էր։ Դուք եւս ունեք հնարավորություն Այ մտածել։ մարդ։ Ինչ եղավ։ Այ ցենք բախտով առաջնորդվին։ Սա։ Երեք իմ ռակցես։ Այ մատ նորեն սուշին ես էդ յոր կրվան։ Էֆելյան աշտարակը։ Անհնարի բաժանել երկու մասի։ Աբտրամաբանություն չունի։ Դուք ես եղած տարբերակներից ո՞րն եք Սպագետին հնարավոր է, ռոկֆորը հնարավոր է։ Այ մարդ, հնարավոր է։ Սպագետին միշտ Ինչ կա, հայլիկ տնենք եւ երկու հատ։ իտալացիների աչքից։ Այ մարդ, ոչ։ Մենք ընտրում ենք Էյֆելյան աշտարակ։ Բայց Էյֆելյան աշտարակը Ժամանակը որ սպառված է։ ասած Դուք ընտրեցիք Կտրվիջա։ ընտրեցիք Էյֆելյան աշտարակ տարբերակը։ Պատասխանը սխալ է։ Բասի։ Բայց ոչ չես Դուք ունեք հնարավորություն էլի պատասխանել։ Չէ, ինձ թվում է ռոկֆորտ պանիրը, քանի որ պանիր սիրել են ոնց հասկանում։ ես ասեմ խի ռոկֆոր։ Հա, չէ, լավ, ռոկֆորը ծակեր։ Այ պանիրը ասենք, էլի։ Մեկ ասա ձեզ հետո հնարավորություն չի տվել։ Ռոկֆոր ես սիրում եմ։ Փորձել ես կտրել։ Այո, իհարկե կարող եք պատասխանել։ Շրում է ռոկֆորը։ Շատ լավ։ Պանիրը, էլի, պանիրը նշեք։ Ռոկֆոր պանիր։ Սա դիները սպագետի, բայց հնարավոր է երկու մասի բաժանել։ Փորձենք։ Պատասխանը սխալ էր։ Իսկ փորձելու համար ես հիմա ձեզ կտամ սպագետի եւ դուք Կփորձեք երկու մասի բաժանել։ փորձեք երկու մասի բաժանել։
Իհարկե ես։ Գեբի դեմք։ Սա կինոմատոն բան է, կախեն է։ Սպագետի բան։ Մի րոպե։ Քանի որ երեք օտելում է ու չի լինում։ Всё-таки. Սա դες։ Բաժանվելու է երեք։ Շատ լավ, շատ վերցրու, գև։ Լավ։ Ամիս ինչ են կնայենք։ Երկու մասի բաժանենք։ Բայց արդեն լոգիկայով է, բայց սրա հակառակ։ Բայց որ քանում լինի, հավասար բաժանենք։ Թմի այդ բրիտանացի գիտնականներին հագարակը կապացուցեն։ Սպագետին մասերի բաժանելու դեպքում այն միանգամից ոչ թե երկու, այլ մի քանի մասի է բաժանվում։ Պատճառը ըստ գիտնականների ալիքային տատանումներ են, բայց մեր մասնակիցները կարողացան երկու մասի բաժանել, դա նշանակում է, որ ուսումնասիրությունը միգուցե սխալ է եղել։ Երրորդ հարց։ Իլինոյսի համալսարանի գիտնականները ակուստիկայի բնագավառում Շնոբելյան մրցանակի են արժանացել, քանի որ ուսումնասիրել են, թե որն է մարդկանց համար ամենազզվելի ձայնը։ Իսկ որ ձայնն է դա։ Հարևանների ձայնը։ Առաջին տարբերակ պարտքատերերի ձայնը, երկրորդ տարբերակ հարևանների բնակարանից լսվող երաժշտության ձայնը, երրորդ տարբերակ զարթուցիչի ձայնը եւ չորրորդ տարբերակ գրատախտակի վրա եղունգներով քերելու ձայնը։ Ունեք 30 վայրկյան մտածելու համար։ Մենք Այո։ Մենք Եվ պատասխանես պարտքատերի։ Իսկ օրինակ ո՞րն է ձեր վրա ամենաշատ ոսոցը։ Սատվել են բախկերել չունի։ Չէ, բայց կան չէ, ձայներ օրինակ վարակույրը եւ Ես խշխշոցն։ Բայց այդ միշտ չի, զայնը դա ամեն օրը։ ձայնը, որովհետեւ հանդուրժող չեն էլի մարդը։ Հարևանի բնականից լսող նայ չէ, այդտեղ ընդիկտվա մորության մեջ գծող բան կա նայ, թե հարևանի Ժամանակը բնականից սպառեց, լսվող Ինչ քեզ երաժշտության կթվա, ձայնը։ ասա պատասխանը, ո՞րն է։ Սա, Չգիտեմ, Զարթուցիչի ձայնը։ որտեւ դի կարող որ բանը շուտ զարթից դիերնի գործի էստաս։ Տարբերակ երրորդը։ Չէ, դի սխալ է։ Սխալ է։ Չգիտեմ, ընդունա պատասխանը։ Դա սխալ է ընդունել։ Օգնեք մեզի, հա։ Երկար ենք, սպասելու մինչև դուք ասեք։ Այո։ Լավ, եկեք։ Դու սա։ Դու լավ գրատախտակը շատ հեռու է։ Դե լավ ինչ բարդ բան արա կասե։ Արագ, ասեք։ Բանը զարթուցիչի ձայնը։ Պատասխանը սխալ է։ 30 վայրկյան ունեք մտածելու համար։ Դե պատքատերի չէ։ Սպագետ տախտակի բայ։ Սա մեր հաշվի Բայց այդ լոգիկայով կարող լինի։ Էդի հա, այդ զզվելի է։ Խոսքը Ձեզ համար զզվելի է, Ամենաշատը։ Ես արավոտ։ Մենք կարող ենք պատասխանել, մեր տարբերակն է վերջին տարբերակը։ Գրատախտակի վրա եղունգներով Այո։ քերելու ձայն։ Այո։ Ոչ։ Սխալ պատասխան։ Նստեք։ Ոչ։ Ճիշտ է պատասխանը։ Դուք ստանում եք 2 միավոր։ Իսկ ասի բարդ խտերերի։ Հաշիվը 3 10։ Չորրորդ հարց։ Դենիել Օպենհեյմերը գրականության բնագավառում Շնոբելյան մրցանակի է արժանացել առանց անհրաժեշտության դրանց կիրառության պատճառների ուսումնասիրության համար։ Ինչի կիրառության։ Առաջին տարբերակ կեղծանունների, երկրորդ տարբերակ յուրահատուկ ստորագրությունների, երրորդ տարբերակ երկար եւ բարդ բառերի, չորրորդ տարբերակ ժարգոնային բառերի։ 30 վայրկյան մտածելու ժամանակ ունեք։ Մի քանի տարբերակ կարող է։ Իրավության պատճառների ուսումնասիրության Ինչ ես կարծում։ Ինչի կիրառության։ Կեղծանունների յուրահատուկ ստորագրություն։ Օրինակ ձեր ստորագրությունը յուրահատուկ դուք համարում եք։ Խզբզանք։ Ես մի 15 տարեկան եմ եւ ասում եմ մի հատ արեցի։ Չէ, լեկցիա իմ Յուրահատուկ Ապա ես հետո չգիտեմ։ Իսկ սոցիալական ցանցերում կեղծանուններով եք հանդես գալիս, դա հենց ձեր իսկական անունները։ կեղծանուն։ Ձեր պատասխանը։ Կեղծանունների։ Անդոնա կեղծանունով։ Այո, Անդրանիկը կեղծանու ինձ սխալ տպավորություն էր անվան հետ կապ։ Կեղծանունների առաջին տարբերակ։ Այո։ Պատասխանը սխալ էր։ Սխալ է։ Հաջողություն։ Կարող եք գնալ։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, որ դուք 30 վայրկյան մտածեք ու ճիշտ պատասխանեք։ Ես կարծում եմ յուրահատուկ ստորագրությունների։ Հա, անիմաստ Բայց կիրառություն։ մա պետք է յուրահատուկ ստորակ։ Հենց այդ ումա պետք։ Անիմաստ կիրառություն։ Ստորագրություն էլի եղած է։ Բայց առանց կեղծանունի, որ լավ։ Նե, եթե դու սենց դեմք չես։ Հիմա ես ուզում ես ասած դեմք եմ։ Չէ, նկատի եմ։ Դա եթե յուրահատուկ ստորագրություն ունես, գոնե պիտի լինես լուրջ բիզնեսմեն, Կեղծանուն է։ Իսկ ուզում դուրս բիզնեսմեն լինես, որ հետո ստորագրությունը պետք է։ Ժամանակը սպառված է։ Ստորագրությունների։ Ստորագրություն։ Երկրորդ տարբերակն եք ընտրում։ Սխալ է պատասխանը։ Սխալ է։
30 վայրկյան։ Ժարգոնային բառերի գուցե ինքը գրել է շատ գրապով։ Չէ, երեխեք երկար եւ բարդ բառեր։ Եկեք ժարգոնային Այո, Վերջին տարբերակը չարացանք։ մեկը։ Դու իրանք փողոցի կյանքով ապրող են եղել։ Կրկին 3 սխալ պատասխան։ Ճիշտը երկար եւ բարդ Համենաշ բառերն են։ սկսեի։ Որ չեն ուզել այդպես եղնել։ Օպենհեյմերի ուսումնասիրության համաձայն որպես կանոն երկար եւ բարդ բառեր սովորաբար օգտագործում են ցածր ինտելեկտ ունեցող մարդիկ։ Այնպես որ խոսեք կարճ եւ հասկանալի, բայց ես այս ուսումնասիրության հետ այդքան էլ համաձայն չեմ, որովհետեւ Օպենհեյմերը հոկեբան է ու վստահ եմ, որ նա շատ երկար եւ բարդ բառեր է իր առօրյայում օգտագործում։ Բաց բարե արևաճաշին շատ լավ, բայց ինչ-որ օկտիվացեք։ Ուշադիր եղեք։ Ֆորտանք ուզում տանք։ Հաշիվը մնում է 13։ Իսկ մենք անցնում ենք երրորդ որոշիչ փուլին։ Երրորդ փուլում մասնակիցները պետք է գուշակեն ԱՄՆ տարբեր նահանգների ու քաղաքների, նաև աշխարհի տարբեր երկրների ամենատարօրինակ օրենքները։ Խաղը սկսելու է հաշվի մեջ պարտվող թիմը, հավասար արդյունքի դեպքում այն թիմը, որը առաջին փուլում երկրորդն էր պատասխանել հարցին։ ԱՄՆ Վայոմինգ նահանգում կինոթատրոններում արգելված է այնպիսի գլխարկ կրել, որը կարող է խանգարել մյուս այցելուներին։ Ես վստահ եմ, որ դա նաև Երևանյան կինոթատրոններում է շատերին զայրացնում։ Ձեզ ինչն է կոնկրետ զայրացնում կինոթատրոն գնալիս։ Որ հետևի նստողը Ինձ ոչ ոտքերով Խոսակցություն է, հեռախոսազանգ, տենց բաներ։ Բայց չի դա։ որ հետևի նստողը դու ոտքերով խաղում ես։ Իրո, ծնկներով։ Քանի որ այս պահին կրկին ձեր հաշիվը մյուսներից բավական Ճղճիմ է։ բաց վիճակում է գտնվում, խաղը շարունակում ենք, խաղը սկսում ենք հենց ձեզ հետ։ Ճիշտ եք։ ԱՄՆ Նեբրասկա նահանգում ժամը 7-ից մինչև ժամը 19 ինչ է արգելված վարսավիրներին։ Հեռախոսով խոսել, սոխ ուտել, հայհոյել, թե ծամոն ծամել։ 30 վայրկյան։ Ծամոն ծամել արի ասի։ Ծնչի, սոխ դե։ Չգա։ Սոխնել է Այս Մարիամը սկզբից խոսեց Ամերիկայի կապա երկիրը։ Օրինակ դուք Հա, երբ բայց դա գնում եք հեռախոսով վարսավիրանոցներ, ինչն ամենաշատը ձեզ վրա ազդում, ինչը կարգել էիք։ Չէ, դիք։ Այ եթե ես լինեի, կարգել էի։ Սոխ ուտել։ Որ բամբասում անի արից բարձր խոսում։ Մեկը Ինչ մեկ է։ ասում բազասացում։ Հա, բայց սոխ ուտելն էլ է ահա։ Ժամանակը սպառված է պատասխան։ Հեռախոսով խոսելն էլ է ահա։ Արի սոխ ուտել։ Բարոյական Միշտ էլ բարոյական հաղթանակ տարել։ Սոխ ուտել։ ծամոն։ Ընդունեմ պատասխանը սոխ ուտել։ Սոխ ուտել։ Ճիշտ է պատասխանել Սոխ սկզբից։ ուտել։ Դուք ստանում եք 3 միավոր։ Հաշիվը 6-ը 10։ Երկրորդ հարց, ուշադիր։ ԱՄՆ Օհայո նահանգում արգելված է շինությունների պատերին ինչ անել։ Հենվել դրանց վրա, նկարել դրանց վրա, քարով խփել դրանց, թե խոսել դրանց հետ։ 30 վայրկյան։ Խոսել դրանց հետ։ ասում է տարբեր չի։ Իրենք Իստումա նկարը։ պատերի հետ դուք խոսում եք։ Որտեղ իրենց մեջ Անեք ինչ երկխոսություն ես ունեցել Գևորգ։ Նայած տպավորել։ պատերի։ Հա, նայած Պատերկանը կոնկրետ ինֆորմացիա կանասի մանասի անցից։ Փոխաբերական է բաստը։ Հասկացա։ Այսեն պատերը ծեսելունակությունն է։ Արի Դրսից թե Եվ դրսից։ Չէ, կարծում եմ դրսից։ որտեղ միգուցե Դե տան պատին հա, կարանք հենվենք։ Պատասխան ժամանակը սպառված։ նկարել դրանց վրա։ Նկարել դրանց վրա երկրորդ տարբերակը։ Սխալ։ Էդի չի քնելու։ Դու ասա Գև։ Սխալ պատասխան։ Այո, Լավ։ դուք ունեք հնարավորություն մտածելու։ դուրս տասա։ Էանդո։ Նայ, քարով խփելը կդոմ չեմ մտածել, ավելի շատ հենվել դրանց վրա կնային Նայ, ճիշտ։ ժամանակ նկարել եք պատերի Նայ, վրա։ նայ, կնային։ Ես շագուտայի պատեր մազը չգիտեմ, հենվի Ծեծելա։ Իրենց մշակույթի մեջ դա տարածված է ու Նայ, մտածում կարող եք նեղեցնել հենվելով։ Հա, արգելված։ Բայց կարող խփելն էլ Թե քարով խփելը չեմ կարծել։ Նրանց հետ Հենվել խոսել դրանց վրա։ Ասեք խոսել դրանց հետ։ Չես ուզում խոսել։ Դա մատնում է որ դու հոգեկան խնդիրներ ունես։ Պատասխան հապակողներ։ Դե լավ, ասա մենք կանցենք դա։ Հենվել Պատասխան։ դրանց վրա ես սկսեի այդ պատասխանը, բայց թող արագ Չէ, սկսե։ դու ասա։ Հենվել դրանց վրա։ Առաջին տարբերակ։ Այո։ Անդրանիկ հանդեմ ջոպ։ Չէ, Վարդան ասես սխալ։ մտածեի գեր այդ բանը։ ասում որտեղ Իշքսեիր։ Գև արագ պատասխան եմ ուզում։ Ասա դու մի բանով։ Գև դու իմ դիակցիաներին մի նայր, որովհետև ես Քարով խփել դրանց։ քարով խփել Այո։ դրանց։ Պատասխանը սխալ է։ Օ։
Վստահ էլի։ Okay։ Հենվել Խոսել դրանց դրանց վրանել Եվս մեկ հնարավորություն ու եթե ճիշտ Եկեք խոսել պատասխանեք, դրանց հետ։ խոսել դրանց։ Այո, հեմբը մի քիչ էս։ Քան իրանք շատ միավոր են, ինձ սխալ է։ Սխալ է պատասխանը։ Տեսան ամենաթեմի ծախր ես ճոգել եմ։ Դու ինչ ես իմ ռեակցիաներին նայում։ Այո, այնտեղ արգելված է հենվել պատերին, որովհետև հենված մարդ տեսնելու դեպքում անցորդները մտածում են, որ նա իրեն շատ վատ է զգում եւ կանչում են շտապօգնություն, չեն ցանկանում, որ բյուջեն տուժի դրանից։ Ժամանակը երբ Ու եթե դուք լինեք Օհայոյում, խնդրում եմ չհենվեք պատերին։ Անցնում ենք երրորդ հարցին։ Ինչպիսի խաղալիքներ է արգելված վաճառել Ֆրանսիայում։ Ոչ մարդկային դեմքով, նախագաների դեմքով, մեկ ձեռք ունեցող եւ երկուսից ավել ձեռք ունեցող 30 վայրկյան մտածելու ժամանակ ունեք։ Դու միշտ օքեյ եղե։ Դու մենք չենք Պատասխան։ Դուք եք պատասխանում, այո։ Նախագահների, բայց մենք չենք տեսել նակ Մակրոնի դեմքով խաղալիք Ֆրանսիա։ Տեսել եք Չէ, կա նախագահներ կա։ երկուսից ավել ձեռք ունեցող է թվում է։ Իսկ մինչև մեր մասնակիցները կմտածեն ձեր տարբերակները արագ գրեք մեկնաբանության Մեծ դաշտում։ ունենալ օքեյ։ Այո, մեկ, այո։ Մեկ ունենալ օքեյ։ Ինչ կնայ մարդն է եկած։ Երկուսից ավել ձեռքի ժամանակ իրական։ Ժամանակը սպառված է պատասխան։ Ոչ մարդկային դեմքով։ Ոչ մարդկային դեմքով։ Երկուսից Արագ որոշեք։ Դե որոշե թող կարվինք։ Երկուսից ավել ձեռք ունեցող։ Պատասխանը սխալ է։ Մենք կարծում ենք մեկ ձեռք ունեցա, որովհետև կան մարդիկ միգուցե ունեն նման խնդիր ու դա ավելի շատ միգուցե ծաղրի հենց դրա համար։ Պատասխանը սխալ է։ Բայց հակառակ, Շատ լավ կլիներ, որ այդպես լիներ, բայց պատասխանը Ոչ սխալ է։ մարդկային դեմքով։ Դուք ունեք Ոչ մարդկային։ չեք մտածում մի անգամ Միանգամից։ Անգամից ասում ենք ոչ մարդկային Այո։ դեմքով։ Պատասխանը ճիշտ է։ Դուք ստանում եք 1 միավոր։ Դες այն վաղտը թողալի դեսես, ունենանք 4 միավոր։ Հաշիվը 7-10։ Չորրորդ հարց։ Ինչ է արգելված անել Գերմանիայի Շլեզվիգ-Գոլշտեյն երկրամասի լողափերում։ Առաջին տարբերակ ձկնորսությամբ զբաղվել, երկրորդ տարբերակ դանիերեն երգեր երգել, երրորդ տարբերակ ողորմություն խնդրել, չորրորդ տարբերակ ավազե դղյակներ կառուցել։ 30 վայրկյան։ Ինչ ես կարծում։ Ես այս բան չեմ հիշում քարտեզով, բայց գուցե իրանք Դանիայի հետ սահմանակից են ինչ-որ խնդիր են ունեցել եւ նորմալ չի։ Մինայի ինձ օֆիսի։ Արի Ինչի՞ չնայ։ Չեմ ուշելու պատասխանը։ այդքան լոգիկա պետք է։ Դուք տանջվեք, մտածեք, իսկ դուք գրեք ձեր տարբերակները։ Գուցե ասում թունելի չի, բայց ես չեմ հիշում քարտեզով։ Այն թողանդ ենք պատասխանեն ստոպ Ողորմություն խնդրել գուցե չի կարելի։ Ձգնորսությամբ զբաղվել։ Համիցին։ Իսկ Սահմանակից են, եթե ձեր Հա։ ձեզ կօգնի, Դե այո։ դանիերեն երգեր երգել, գուցե իրանք ինչ-որ խնդիր են ժամանակին ունեցել ու հիմա ընդունելի չի իրանց համար։ Չէ։ Պատասխանը սխալ է։ 30 վայրկյան։ Նա երկուսն լավ տարբերակ է։ Որը։ Ձգնորսությամբ զբաղվել եմ, եկե ողորմությամբ խնդրել է, երկուսից մեկն ու մեկն է։ մարդիկ հանդիսանում են, էլի ողորմություն։ Ուրախ դրամատուրգություն հանգիստ, ինչ որ մեկը իր տխուր Չենենք որ ձգնորսությամբ Ես կթողնեմ քեզ։ Արագ այսօր։ Ձգնորսությամբ զբաղվել։ Ողորմություն խնդրել, չես կարտամ բել։ Ֆրակցիա։ Բել, ավազե դիա։ Ժամանակը սպառված է պատասխան։ Ճիշտ պատասխան։ Ավազե դիա կառուցել։ Ինչ եղավ եղավ։ Բայց որտեղից գտա։ Սա կպասվի, որ հենց դա էր։ Ճիշտ է։ Հաշիվը 9-10։ Տեսար։ Իրականում արգելքը սահմանվել է փրկարարների խնդրանքով, քանի որ դրանք խանգարում են իրենց աշխատանքին։ Իսկ մեր խաղը ավարտվեց, շնորհավորում եմ Green Flag թիմին, նրանք այս պահին հաղթեցին։ Իսկ ինչ ստացան դրա դիմաց։ Կստանան։ Մենք արդեն խոսուկ ենք Եվ շնորհավորի։ Շնորհավորում եմ, շնորհավոր։ Բայց մենք կգրենք, այն նիգորթող այս պատասխանը կգրենք նախ։ Հա, այն դե առաջինը պատասխանել 3 միավոր կար։ Իսկ ես հիմա կհանձնեմ մեր մրցանակները հաղթող թիմին։ Սա ձեզ։ Բրավո։ Սա ձեզ։ Շնորհավորում ենք ձեզ։ Այս մեկը փոխանցեմ ձեզ։ Մենք մի Չէ, տանիքից ենք, ճիշտ ասած, դրա համար ամենաբավարար։ Բայց մենք էլ տանիքի շենք ստանենք։ Սիչի արաքսին։ Այ մարդիկ, վստահ կյանք մեզ իջել։
Ոչ մեկի հետ չէ։ Հաղորդումից հետո կխլենք, ոչինչ։ Շատ լավն է։ Խաղն ավարտվեց։ Շնորհակալություն բոլորիդ, որովհետև եթե դուք չլինեք, խաղը այսքան հետաքրքիր չէր անցնի։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Monk 3-ի YouTube-յան ալիքին, հետևել մեզ բոլոր սոցիալական հարթակներում, սեղմել զանգակի կոճակը։ Հաջողություն։